Ողջույն, այսօր շարունակելու ենք ավետարանական առակների շարքը։ Այս անգամ կընթերցենք մի քանի առակ և առաջին առակը կոչվում է «Ո՞րն է կյանքի իմաստը»։ Մի անգամ աշակերտը հարցրեց ուսուցչին. «Ուսուցիչ, ո՞րն է կյանքի իմաստը»։ «Ում կյանքի», զարմացած պատասխանեց ուսուցիչը։ Աշակերտը մի փոքր մտածեց, ապա պատասխանեց. «Առհասարակ, ամբողջ մարդկային կյանքի»։ Ուսուցիչը խորը շունչ քաշելով իր խոսքն ուղղեց աշակերտներին. «Փորձեք դուք պատասխանել»։ Աշակերտներից մեկն ասաց. «Միգուցե սե՞րն է»։ «Վատ չէ», ասաց ուսուցիչը, «բայց արդյոք միայն սերը բավարար է, որպեսզի ծերության տարիներիդ հասկանաս, որ կյանքդ իզուր չես ապրել»։ Ապա մի այլ աշակերտ ասաց. «Իմ կարծիքով կյանքի իմաստը մեզնից ինչ-որ հետք թողնելն է, ինչպես ձեր օրինակն է, ուսուցիչ»։ «Օ՜», ժպիտով պատասխանեց ուսուցիչը, «եթե ես ձեզ լավ չճանաչեի, սա կընդունեի որպես հաճոյախոսություն»։ Այսինքն, ուզում ես ասել, որ մարդկության մեծամասնությունն անիմաստ է ապրում։ Մի փոքր լռությունից հետո երրորդ աշակերտը փոքր-ինչ անվստահությամբ առաջարկեց. «Իսկ միգուցե մարդուն պետք չէ փնտրել այդ իմաստը»։ «Կխնդրեմ ավելի մանրամասն պարզաբանես», հետաքրքրված հարցրեց ուսուցիչը։ «Ինչու ես այդպես մտածում»։ «Ինձ թվում է», ասաց աշակերտը, «եթե մտորենք այս հարցի վերաբերյալ, ապա առաջին, ճիշտ և վերջնական պատասխանն այդպես էլ չենք գտնի, կամ էլ անընդհատ պատասխանի վրա կկասկածենք, իսկ երկրորդ, ինչ պատասխան էլ որ գտնես, կհայտնվի մեկը, որը համաձայն չի լինի քո պատասխանի հետ։ Այսպես ամբողջ կյանքդ կանցնի պատասխանը որոնելով»։ «Այսինքն», ժպտաց ուսուցիչը, «կյանքի իմաստը ո՞րն է»։ «Ապրել», ասաց սովորողը։ «Ինձ թվում է դա է պատասխանը», ասաց ուսուցիչը և ձեռքի շարժումով հասկացրեց, որ դասը վերջացավ։ Հաջորդ առակը կոչվում է «Աչքի լույսի պես»։ Հնդկացի ցեղերից մեկն իր պատանիներին մարզելու յուրօրինակ միջոց էր ընտրել։ Երիտասարդ պատանու 13-րդ տարեդարձի գիշերը կապում էին նրա աչքերը, տանում մի մութ անտառ և այնտեղ միայնակ թողնում ողջ գիշեր։ Նա առաջին անգամն էր այդքան հեռու լինում իր ընտանիքի և ցեղի խնամքից ու հսկողությունից։ Երբ պատանին բացում էր իր աչքերի կապը, տեսնում էր միայն խավար և մթություն։ Ամեն չորացած ճյուղի ճայթյունից նա անհանգստանում էր, կարծելով, թե ինչ-որ վայրի կենդանի պատրաստվում է հարձակվել իր վրա։ Ամեն կենդանու ձայն լսելիս նա պատկերացնում էր, թե միգուցե գայլ է գալիս դեպի իր կողմ, տերևների մեջ սուլող քամին ամենատարբեր սարսափազդու ձայներ էր արձակում։ Ի վերջո լուսաբացին նա տեսնում էր, թե ինչպես են առավոտյան արևի առաջին ճառագայթներն սկսում ճառագել և լուսավորել մթամած անտառը։ Նա նշմարում էր ծառերը, ծաղիկները, արահետների ուրվագիծը, իսկ հետո, ի զարմանս իրեն, նա տեսնում էր, որ ինչ-որ մեկը կանգնած է իրենից մի քանի քայլ հեռավորության վրա։ Տղայի հայրն էր, նետ ու աղեղով զինված և պատրաստ ողջ գիշեր հսկելու իր զավակի անվտանգությունը։ Այն պահերին, երբ մեր կյանքը մթին անտառի է նմանվում, և թվում է, թե մենք մենակ ենք և անօգնական, միշտ հարկավոր է հիշել, որ այո, թեև մենք մենակ ենք, բայց իրականում միայնակ չենք։ Մեր երկնավոր Հայրը միշտ մեզ հետ է, և երբ Նրա լույսի ճառագայթները մռայլ խավարը փարատեն, այժմ պիտի տեսնենք մեր Տիրոջը, որ հսկում է մեզ և աչքի լույսի պես մեզ պահում։ Հաջորդը սերմնացանի առակն է։ Գալիլեայի ծովի ափին Հիսուսի շուրջը հավաքվեց մարդկանց բազմությունը։ Նա նավակ մտավ, մի փոքր ափից հեռացավ և մարդկանց հետ առակներով խոսեց։ Ահա մի սերմնացան ելավ սերմանելու, և երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկավ ճանապարհի եզերքին, և երկնքի թռչյունը եկավ և այն կերավ։ Մի ուրիշ մաս ընկավ ապառաժի վրա, ուր շատ հող չկար, և իսկույն բուսավ, քանի որ հողը խորություն չուներ, և երբ արևը ծագեց, խանձվեց, և քանի որ արմատներ չկային, չորացավ։
Մի ուրիշ մաս ընկավ փշերի մեջ ու փշերը բարձրացան ու խեղդեցին։ Եվ մեկ ուրիշ մաս ընկավ պարարտ հողի վրա և պտուղ տվեց։ Կար, որ մեկին 100 և կար ու մեկին 60 և կար ու մեկին 30։ Հետո աշակերտներին ասաց. «Իսկ առակն այս է նշանակում, սերմն Աստծու խոսքն է, որոնք ճանապարհի եզերքին են, այդ նրանք են, որ լսում են, և ապա սատանան գալիս հանում է խոսքը նրանց սրտից, որպեսզի չհավատան և չփրկվեն, և որոնք ապառաժի վրա են, այդ նրանք են, երբ լսեն, խնդությամբ են ընդունում խոսքը, բայց արմատ չեն բռնում։ Սրանք միառժամանակ հավատում են, իսկ փորձության ժամանակ հեռանում։ Իսկ այն, որ փշերի մեջ ընկավ, այդ նրանք են, որ երբ լսում են խոսքը, աշխարհի հոգսերով, հարստությամբ և զվարճությամբ զբաղված լինելով, խեղդվում են և անպտուղ են լինում։ Իսկ այն, որ պարարտ հողի վրա է, նրանք են, որ բարի ու զվարթագին սրտով լսելով խոսքը, ընդունում են այն և հարատևելով պտուղ են տալիս»։ Հաջորդը կոչվում է առակ կոշկակարի մասին։ Մի քաղաքում ապրում էր մի բարեպաշտ կոշկակար։ Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին նա երազում տեսավ մի հրեշտակի, որը հայտնեց նրան, թե հաջորդ օրը Տեր Աստված հյուր էր գալու իր տուն։ Վաղ առավոտվանից կոշկակարը սկսեց պատրաստվել թանկագին հյուրին դիմավորելու։ Մաքրեց տունը, կարկանդակներ թխեց, հագուստը փոխեց և սկսեց սպասել։ Շուտով նրա տան դուռը թակեց մի հաշմանդամ զինվոր, խնդրելով թույլ տալ իրեն ներս մտնել, փոքր-ինչ հանգստանալ, կրակի մոտ տաքանալ, քանի որ շատ հոգնած էր։ Մեկ ուրիշ օր կոշկակարը նրան սիրով կընդուներ, քանի որ բարի մարդ էր, բայց այդ օրը զինվորը նրան քիչ հետաքրքրեց, և նա չընդունեց զինվորին։ Որոշ ժամանակ անց նրա տան դուռը թակեց մի կին, մանկահասակ զավակը գրկում։ Նա ջուր և կարկանդակ խնդրեց մանկան համար։ Թեև կոշկակարը միշտ էլ օգնել էր կարիքավորներին, տուն հրավիրել, հյուրընկալել, երեխաներին ինչ-որ խաղալիք պատրաստել ու տվել, բայց այդ օրը նա կնոջը մերժեց, չէ՞ որ կարկանդակները Տիրոջ համար էին նախատեսված։ Երեկոյան կողմ նրա տան դուռը թակեց մի աղքատ մարդ, խնդրելով թույլ տալ տուն մտնել։ Կոշկակարը նրան էլ չընդունեց, չէ՞ որ չարչարվել էր հատակը լավ մաքրել, որ երբ Տերը գար, պատշաճ մաքուր լիներ։ Սպասեց կոշկակարը մինչև կեսգիշեր, բայց Տեր Աստված այդպես էլ չեկավ։ Երբ երազում նրան հայտնվեց նույն հրեշտակը, կոշկակարը բողոքեց, ասելով. «Նա իրեն խաբել է»։ Հրեշտակը հոգոց հանեց և ասաց. «Ինքդ քեզ մի խաբիր։ Տեր Աստված քեզ հյուր եկավ, և այն էլ 3 անգամ, հաշմանդամ զինվորի, մոր ու մանկան և աղքատի կերպարանքով։ Ինքդ ես մեղավոր, որ Տիրոջը քո տուն չընդունեցիր»։ Մեկ այլ առակ կոշկակարի մասին։ Մի քաղաքում ապրում էր մի բարեպաշտ կոշկակար։ Նա հավատավոր քրիստոնյա էր, միշտ հաճախում էր եկեղեցի։ Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին նա հիվանդացավ և չէր կարող հաջորդ օրը պատարագի մասնակցել։ Դա նրան շատ վշտացրեց։ Գիշերը նա երազում լսեց Տիրոջ ձայնը. «Քանի որ դու չես կարող գալ ինձ մոտ, վաղն ինքս կգամ քեզ մոտ»։ Արթնացավ կոշկակարը և շատ ուրախացավ, մտածելով՝ միթե Տեր Աստված շնորհ կանի և կայցելի ինձ։ Առավոտյան արթնանալուն պես նա սկսեց մաքրել ու կարգի բերել տունը, տոնական ուտեստներ պատրաստել, սպասելով ցանկալի հյուրին։ Հանկարծ պատուհանից նկատեց հեկեկացող մի տղայի, մոտ կանչեց նրան և հարցրեց, թե ինչ է պատահել։ «Այսօր պատռվեց ձմեռային միակ կոշիկս, մնացել եմ ոտաբոբիկ, ոտքերս սառչում են, մենք աղքատ ենք, չենք կարող նորը գնել»։ Կոշկակարը հանգստացրեց տղային և ասաց. «Տուր ինձ կոշիկդ, տղաս, ես կնորոգեմ»։ Կարճ ժամանակ անց երջանկությունից փայլող տղան հագավ նորոգված կոշիկն ու գնաց։ Ճանապարհելով նրան, կոշկակարը շարունակեց իր գործը։ Երեկոյան կողմ նրա տան դուռը թակեց մի աղքատ կին, ասելով. «Ներեցեք ինձ, խնդրում եմ։ Կոշիկս ձեզ մոտ էի բերել նորոգման, բայց վճարելու հնարավորություն չունեմ, իսկ առանց տաք կոշիկի մնալ չեմ կարող, արդեն ցրտել է»։ Կոշկակարը ժպտաց ու ասաց. «Կոշիկդ պատրաստ է, վերցրու, ոչինչ հարկավոր չէ»։ Վրա հասավ գիշերը։ Վաղուց վերջացրած գործերը, կոշկակարը պատուհանի մոտ նստած սպասում էր թանկագին հյուրին։ Արդեն ուշ էր։
Հոգնելով սպասումից կոշկակարը պատրաստվեց անկողին մտնելու։ Այդ պահին նրա տան դուռը թակեցին։ Դուռը բացելով կոշկակարը տեսավ մի ճամփորդի, որն ասաց. «Թույլ տուր գիշերել քո տանը։ Ամբողջ օրը ճանապարհ եմ կտրել, հոգնել եմ։ Ոչ ոքի չեմ կարող դիմել։ Ոչ ոք ինձ իր տուն չի թողնի»։ Խղճաց նրան կոշկակարը, ներս առավ, հյուրասիրեց ճամփորդին և պառկեցրեց քնելու իր անկողնում, իսկ ինքը գետնին քնեց։ Քուն մտնելուց առաջ նա մտածեց. թերևս արժանի չեղա տիրոջ այցելությանը, նա ինձ չայցելեց, չարժանացրեց տոնն իր հետ նշելու շնորհին։ Իսկ երազում նա դարձյալ լսեց տիրոջ ձայնը. «Սխալվում ես, այսօր 3 անգամ այցելեցի քեզ և ամեն անգամ դու ինձ սրտաբաց ընդունեցիր։ Այսօրվա համար պատրաստել էի այսքանը, իսկ եթե հավանեցիք այս տեսանյութը, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի նոր տեսանյութեր դիտելու հնարավորություն ունենաք»։